Ողջույն բոլորիդ: Այսօր ձկնամիս եմ պատրաստելու, որը սննդային արժեքով փոքր-ինչ զիջում է մսեղենին և առավել ավելի դյուրամարս է: Դիետոլոգները շեշտում են, որ շաբաթական գոնե 2-3 անգամ պետք է անպայման օգտագործել ձուկ, որովհետև ձկան սպիտակուցը 2 անգամ ավելի արագ է յուրացվում: Այսօր կոտլետներ եմ պատրաստելու և ձեր հետ կիսվելու եմ պատրաստման եղանակով: Արդեն ձկան միսը ես մաքրել եմ, հեռացրել եմ ողնաշարից: Մսին ավելացնելու եմ գլուխ սող, կարտոֆիլ, կարագ եմ ավելացնելու, աղ, կարմիր և սև պղպեղ, ձու և փափուկ հացի միջուկ եմ օգտագործելու: Հիմա պետք է այն 2 անգամ աղանք: Սիրելիներս, ձկան միսը մաքրելը բավականին հեշտ է, որովհետև ձուկը բաղկացած է 4 մասից, 2 մեջքից և 2 փորատակից: Դրա համար հեշտությամբ կարող ենք իրարից բաժանել այդ շարակցական հյուսվածքները: Ինչպես տեսաք, սոխը, կարտոֆիլը, միսը միասին աղացի 1 անգամ, ավելացնում եմ համեմունքները՝ կարմիր պղպեղը, սև պղպեղը, աղը և քերում եմ կարագ: Քանի որ ձկնամիսը յուղոտ չէ, կապ չունի, որ այն բուսայուղի մեջ ենք տապակելու, այս տարբերակով բավականին համեղ է ստացվում: Ավելացնում եմ քերած կարագ: Լավ տրորում ենք, հունցում ենք, հացը թռչում ենք ջրի մեջ, փափկում է և աղում ենք նաև երկրորդ անգամ: Բայց այստեղ ես երկրորդ անգամ աղալուց հացը չեմ աղալու, որովհետև պարտադիր պետք է 2 անգամ միսը աղամ, որպեսզի փշերը լուծվեն մսի մեջ և այստեղ աղալուց հետո ես երկրորդ անգամ կաղամ ու ամուսնուս չափաբաժինը կվերցնեմ, որպեսզի իր չափաբաժինը պատրաստեմ ալյուրով, իր առանց գլուտեն ալյուրով, իսկ մեր չափաբաժնի մեջ արդեն ավելացնեմ թռչած հացի միջուկը: Դա էլ հենց առանց գլուտեն սնվող սննդակարգով ապրող մարդկանց համար, որպեսզի իմանան ինչպես պատրաստել: Աղացի երկրորդ անգամ վերջացրեցի: Ամուսնուս չափաբաժինը հիմա կառանձնացնեմ, իսկ մնացածը կավելացնեմ հացը ու նորից կաղամ: Ճիշտ է, շեշտվում է, որ ձկան միսը սննդային արժեքով փոքր-ինչ զիջում է մսեղենին և ավելի դյուրամարս է, բայց եթե բժշկական ցուցումներ չկան, չի կարելի ամբողջությամբ փոխարինել տավարի մսին: Ձուկը օմեգա 3 ճարպաթթուների և ճարպային լուծվող D, A, E և B վիտամինների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Բացի սննդամթերքից, գիտենք, որ ձկան միսը իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր՝ յոդ, ֆոսֆոր, պղինձ և այլն և բացի այդ այն երկաթի բաժինը, որը մենք ստանում ենք տավարի մսով, երբեք համեմատելի չի, որովհետև տավարի մսի մեջ պարունակվող երկաթը ավելի կենսամատչելի ձև ունի և ավելի լավ է ներծծվում օրգանիզմում: Ահա սիրելիներս, առանցին ամանի մեջ մի քիչ առանց գլուտեն ալյուր եմ լցրել և փոքրիկ չափաբաժիններով կոտլետի մսից վերցնում եմ և ալրապատում եմ: Հենց այսպես էլ տապակելու եմ ամուսնուս համար: 4-5 հատը իրեն համար բավական է 2 անգամ ուտելու: Սա վերջացնելուց հետո կպատրաստեմ մեր չափաբաժինը: Ինչպիսի ալյուր որ կունենաք, սիրելիներս, առանց գլուտեն սնվող մարդկանց է վերաբերվում, հենց դրա մեջ էլ թաթախեք: Կարող եք ալյուրի շերտը 2 անգամ անել, եթե 1 անգամվա պատրաստածից հետո մտցնեք ձվով կամ կաթով հարված մասսայի մեջ, նորից ալրոտեք: Այդ դեպքում կոտլետները համեղ կլինեն, իսկ
Եթե մի շերտով ձուն անեք, հետո այդ ալյուրը տապակելուց մի տեսակ մսից քափ է դուրս տալիս, այսինքն երկրորդ շերտը պարտադիր է, եթե ձու եք օգտագործելու։ Մի խոսքով կորոշեք ինքներդ, մի անգամ կանեք, հետո երկրորդ անգամն արդեն հեշտ կլինի, թե ինչ բաղադրատոմս կազմեք այդ տեսակ կոտլետների համար։ Սիրելիներս, եթե ձվի բաժնի մեջ կաթ չավելացնեք, հնարավոր է կոտլետները տապակելուց ձվի համը ուտելուց զգացվի, բայց մի քիչ կաթը ավելացնելուց այն բավականին թեթևացնում է և ավելնորդ համ ու հոտ չի լինում։ Մի փոքր մսից վերցնում եք ձեր նախընտրած չափով, թե ինչ չափի եք ուզում լինի կոտլետը, ձվի խառնուրդով պատում եք, ձև եք տալիս, հետո դնում եք պաքսիմատի մեջ, երկու կողմից պաքսիմատով ամրացնում եք միսը, տպտպացնելով և վերջ, ձևավորում եք ու դնում։ Արտակարգ համ ունի, սիրելիներս, մսով կոտլետին նորից ասեմ, ընդհանրապես չի զիջում։ Նույնիսկ մեծ տղաս ներքևի հարկում մեր խոհանոցում չէի տապակել, որպեսզի հոտ չգար տանից, երբ մեծ տղաս տուն էր եկել, կերավ, չէր էլ իմացել, որ ձկան միս է, երեկոյան հարցնում եմ համեղ էր, ասում է հա շատ, ասեցի, որ ձկան միս է, զարմացավ, ասեց պատկերացրա ման, որ ստացված բաղադրատոմս ա։ Այսքանը սիրելիներս, ահա երկու ձևն էլ արդեն պատրաստեցի, վերջացրեցի, տապակի մեջ առատ բուսայուղ ենք լցնում, որպեսզի կոտլետների գոնե կիսով չափը բուսայուղը բարձրանա։ Եվ մարմանդ կրակի վրա տապակում եմ անընդհատ շուռումուռ տալով, որպեսզի մինչև խորքը լավ ձկան միսը եփվի։ Քանի որ տապակը մաքուր էր, բուսայուղի մեջ դեռ ոչինչ չէի տապակել, այսինքն մեր չափաբաժնից, դրա համար առաջինը տապակում եմ ամուսնուս չափաբաժինը, որպեսզի մեր այդ հացով պատրաստված կոտլետների հետ չշփվի, դա իրեն չի կարելի։ Մի խոսքով տապակում եմ նաև մերը, հանում ենք այն կարմրության, ինչպիսին մենք ենք նախընտրում, ինչպիսին մենք ենք սիրում, մատուցելու երևակայությունը թողնում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, մաղթում եմ ձեզ լավ օր, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։